Աշխարհի հրաշալիքներից մեկը հայոց այբուբենն է։ Ռուս քահանան բացահայտել է հայոց այբուբենի գաղտնիքներից մեկը։ Քիմիական տարրերի հնագույն հայկական անվանումների եւ պարբերական աղյուսակում դրանց հաջորդական համարների միջև ալգորիթմիկ կապ գոյություն ունի։ Բանն այն է, որ քիմիական տարրի հնագույն հայկական անվանման տարրերի թվային արժեքների գումարը հավասար է պարբերական աղյուսակում այդ տարրի հաջորդական համարին։ Ահա թե այս մասին ինչ է ասել ռուս ավագ քահանա Անդրեյ Tkachevը։ Նախկինում այբուբենները ստեղծում էին հստակ նպատակներով, ոչ թե թերթեր կամ խոհանոցային գրքեր կարդալու, այլ Աստծուն ճանաչելու համար։ Այբուբենն իմանալը հավասար էր Աստծո մասին իմանալուն։ Հունական, լատինական, հայկական, ռուսական, հրեական այբուբեններում յուրաքանչյուր տառին մի թիվ է համապատասխանում։ Մաշտոցը ստեղծել է իր այբուբենը, որտեղ քիմիական տարրերի անվանումներն են ոսկի, արծ, արջիճ եւ այլն։ Գումարում ես տարրերի թվային արժեքները եւ ստանում 79 ոսկու համար, 47 արծաթի, 82 կապարի։ Ամեն ինչ այնքան խորքային է մտածված, որ դարեր շարունակ ճիշտ ուղի է ցույց տալիս։ Աշխարհում զարմանալի շատ բան կա։ Մենք կմահանանք, երբ դադարենք զարմանալ։ Մի դադարեք զարմանալ։ Աշխարհի հրաշալիքներից մեկը հայկական այբուբենն է, ասել է հոգևորականը։